Անհարմար հարցեր բժիշկ սեքսոլոգին։ Կին սեքսապաթոլոգին ավելի շատ դիմում են կանայք, թե տղամարդիկ։ Չգիտեմ, ես կին սեքսապաթոլոգների հետ պրինցիպիալ չեմ շփվում։ Երկար միասին ապրող ամուսնական զույգի մոտ սեքսը միշտ դառնում է ձանձրալի, թե կարելի է հետաքրքրացնել։ Նայած ինչքան երկար։ Եթե շատ երկար են իրար հետ ապրում, միշտ դառնում է ձանձրալի։ Տղամարդկանց դավաճանության հիմնական պատճառը սեռական կյանքի միօրինակությունն է։ Այո, հիմնականում այո։ Իսկ կանանց Հայ կանայք չեն դավաճանում, այդպիսի բան չկա։ Սուտ է։ մաստուրբացիան ազդում է զուգընկերոջ հետ սեքսի որակի վրա։ Բաստուրման բոլորովին այլ բնագավառից է եւ չի կարող ազդել սեքսի վրա։ Մեծ որովայն ունեցող տղամարդկանց մոտ սեռական ֆունկցիան իրոք նվազում է տեստոստերոնի ցածր մակարդակի պատճառով։ Ոչ մի բան չի նվազում, ուղղակի որոշ բաներ դժվար է գտնել։ Խորհուրդ տալիս եք օգտագործել սեքսուալ խաղալիքներ։ Ոչ, իմ պացիենտները լուրջ մարդիկ են, ինչ խաղալիք։ Եթե կա կանոնավոր սեռական հարաբերություն, նորմալ է մաստուրբացիա անելը։ Ոչ, բաստուրման առհասարակ սեռականության հետ կապ չունի եւ միշտ խանգարում է։ Պետք է հեռու մնալ։ Միջինում որքան ժամանակ պետք է տևի սեռական հարաբերությունը։ Պետք է տևի ոչ ավել քան 3.5 րոպե, դրա համար մենք խորհուրդ ենք տալիս դնել տայմեր եւ 3.5 րոպեն ավարտվելուն պես անմիջապես դադարեցնել, անկախ նրանից, թե որ փուլում եք դուք գտնվում։